Սիրելի կանայք, ինչպես եւ առավոտյան սկզբում մեր հաղորդման խոստացել էի, որ շատ հետաքրքիր թեմայի ենք անդրադառնալու։ Գելլափի հետազոտության արդյունքում պարզվել է, որ կանանց 17%-ը անձնական եւ ընտանեկան հարցերը լուծում է աշխատանքի հաշվին։ Կանանց տոներին այս հետաքրքիր բացահայտման հետքերով կանանց անձնական եւ գործնական կյանքում բալանսի եւ ոչ միայն կանանց, այլև բիզնեսի հաջողակ ռազմավարության ժամանակի եւ էներգիայի կառավարման հետ կապված մի շարք հարցեր կքննարկենք մեր հյուրի հետ, վստահ եմ, որ շատ հետաքրքիր զրույց ենք ունենալու։ Այո, իհարկե, սիրով ներկայացնեմ բիզնես փորձագետ, բիզնես խորհրդատվական ընկերության հիմնադիր, տրեյներ Հայկ Մանասյանն է մեր հյուրը։ Բարև ձեզ։ Բարի լույս, շնորհակալ ենք, որ մեր հյուրն եք։ Ես իհարկե որպես կին ու վստահ եմ նաև շատ կանայք այսօր այդ տեսակ հարցերի պատասխաններ ուզում են լսել, իրենց թվում է, որ կան սենց հստակ կանոններ, որոնք պահելու դեպքում կարող են շատ հարցեր ճիշտ եւ գրագետ լուծում ստանալ։ Իրականում եկեք մի քիչ մանրամասնենք, հա, ինչ է նշանակում ճիշտ կառավարել, ճիշտ բալանսի բերել, էներգիան կամ էմոցիաները ինչպես բաշխել, եւ արդյոք ճշմարիտ է, որ կանայք այդ հարցը լուծում են աշխատանքի շնորհիվ կամ հաշվին։ Փաստացի դա Գելլափի հետազոտություններն էր, ենթադրում ենք, որ ճշմարտության հատիկը մեծ է, բայց ավելի հետաքրքիր հետազոտություններ էլ կան, որոնք որ փաստում են, որ տարեկան կանայք 279 ժամ ավելի քիչ են քնում, քան աշխատող տղամարդիկ, որովհետև իրենք զբաղված են երեխաների ընտանիքի հոգսերով, հետազոտությունները ցույց են տալիս, որ կանայք 22%-ով ավելի շատ են ծանրաբեռնում իրենց ուղեղը աշխատանքից դուրս հարակից կենցաղային հարցերով, եւ այդ բոլորը լուրջ անդրադարձ ունեն կանանց հոգեբանության, խոսքը աշխատող կանանց մասին, ովքեր աշխատանքը եւ կյանքը փորձում են բալանսավորել, եւ այդ ամենը ցույց է տալիս, որ կանանց վրա բավական մեծ ազդեցություն ունենում աշխատանքի եւ կյանքի համադրությունը, եւ քանի որ բոլորս հասկանում ենք, որ կյանքի վերջին հաշվով իմաստը դա ներդաշնակ եւ երջանիկ ապրելն է, այս մասով կանայք այդքան էլ լավ վիճակում չեն, փաստացի ներդաշնակության առումով բղումներ են դեռ ցույց տալիս։ Դուք ձեր պատճառով ինչքան բան ենք ստիպված հաղթահարել, երեխաներ, դասյարակություն, աշխատանքի պատճառով։ Բայց իրականում են կանայք էլ ովքեր այսպես ասած չեն ռեալիզանում իրենց մասնագիտության մեջ, եթե ունեն հատկապես եւ ունենում են գուցե կամ ժամանակի պակաս կամ արգելք չաշխատելու, այս տեղել ուրիշ հոգեբանական խնդիրներ են տեսնում։ Ինչ անեն այս խեղճ կանայք։ Այդ երկրորդ ուղղության ստրեսը ավելի խորն է, դա կոչվում է կանանց պատնեշային ստրես, այսինքն իրենց համար պատնեշ է ստեղծվում մտնել կարիերայի մեջ, ինքնադրսևորվել, ինքնարեալիզացվել, եւ դա ավելի խոր հոգեբանական ազդեցություն է ունենում։ Վերջին հաշվով ժամանակակից աշխարհում մանավանդ տեխնոլոգիաները այնքան արագ են զարգանում, որ դու արդեն չես կարող չմտնել կյանքի զարգացման տեմպի մեջ, ճիշտ այդ բալանսը հասկանալն է։ Բալանսը հասկանալու մի քանի մեթոդ կա, օրինակ ճապոնացիները ունեն հայտնի Իկիգայի մեթոդը, որը որ ասում է, որ դու պետք է գտնես կյանքի քո նպատակը, կյանքի քո իմաստը, այդ իմաստի փնտրտուքի եւ այդ իմաստի ռեալիզացիայի նպատակի համար անես ամեն ինչ, այդ թվում կարող այդ իմաստը լինի աշխատանքը եւ կարիերան, եթե դու որոշել ես, որ այդ ուղղությամբ գնաս։ Տարբեր մոտեցումներ կան, տարբեր արևմտյան եւ արևելյան մտածողությունները տվել են մարդու երջանկության տարբեր ուղղություններ, վերջին հաշվով չվարվելու կամ անգլերեն ասած burn-out չլինելու, դա ավելի տարածված տերմին է, burn-out չլինելու համար շատ կարևոր է հասկանալ այդ ամեն ինչի առաքելությունը իմաստը, այսինքն կինը եթե որոշում է իր ամբողջ կյանքը նվիրի ընտանիքին, երեխաներին եւ ընտանեկան օջախին, ինքը դրա մեջ պետք է երջանկություն տեսնի։ Եթե ինքը չի տեսնում, ինքը մղվում է դեպի դուրս եւ հակառակը եթե կինը նվիրում է աշխատանքին, միայն կարիերային, այդտեղ պետք է լիարժեք երջանկություն տեսնի, բայց փաստը բերում է նրան, որ որևէ տեղ լիարժեք երջանկություն չկա։ Դա բալանսի մեջ է հնարավոր։ Եթե ամուսնանում ես, երեխա ունես, հետեւաբար քո նպատակը նաեւ առողջ դասյարակված երեխաներն են, լավ հարաբերություններ ամուսնու հետ, դրա հետ մեկտեղ իհարկե ունենալ նաեւ զգալը եւ այսինքն երկուսը մեկտեղ էլ հնարավոր չէ կամ պիտի նա ընտրի կինը կամ նա։ Շատ լավ հարց տվեցիք, իրականում դա միֆ է, որ հնարավոր է մեկտեղել, որովհետեւ եթե դու կարիերայում ուզում ես մեծ հաջողության հասնես, դու դա պետք է անես քո ժամանակի, էներգիայի, ձեր ասած պետք է կենտրոնանաս դու դրա վրա։ Այո, ուղեղի կենտրոնացումը պետք է լինի աշխատանքի վրա, եթե մեծ հաջողություններ ես ուզում գրանցես, միջակայություն չլինես։ Ուղեղը, քո մտքերը, քո ամբողջ հոգեբանական ֆոկուսը, էներգիան, աշխատա ամեն ինչ պիտի կենտրոնանդ գործի մեջ հաջողության հասնելու համար, մանավանդ մրցակցության հիմիկվա ժամանակաշրջանում։ Եվ դա միֆ է, որ հնարավոր է երկու ոլորտում էլ լիարժեք ռեալիզացվել եւ միևնույն ժամանակ լինել տանը լիարժեք կին, մայր եւ չգիտեմ քույր, դուստր, այդ ամբողջը լիարժեք անել եւ աշխատավայրում լինել եւ ղեկավար եւ չգիտեմ գոլեգա եւ ընկեր, դա իրականում միֆ է։ Այդ միֆը ապացուցել են եւ հոգեբանները եւ ուրեմն կենսաբանները, որ կնոջ մոտ
շատ տարբեր փոփոխություններ է տեղ ունենում կարիերայի զարգացման փուլերում, աշխատանքի ընթացքում եւ ընտանեկան հորմոնների փոփոխություններն էլ է իրականացնում, միտեղ էնդորֆինի հորմոն է ստանում, միտեղ կորտիզոլ, այսինքն ստրեսը դա ամեն ինչ առաջացնում է կորտիզոլ, երջանկություն, ներդաշնակություն, ուրիշ բան։ Եվ այդ միֆը այս վերջի ժամանակներս հոգեբանները արդեն բացահայտել են, որ դա հնարավոր չի եւ օգնում են մարդկանց հետեւյալ ձևով. գտեք ձեր կյանքի իմաստը, գնացեք այն ուղղությամբ, ինչը ձեզ ամենաշատն է երջանկություն պարգևում։ Բայց երբեք մենք կանանց մասին ենք խոսում։ Թարապես Ընդհանրապես ես թվում է տղամարդը ինչ անի, ընտանիք չկազմի միայն աշխատի։ Դե տեսեք ինչ հետաքրքիր ուղղություն է գնում այսօր Եվրոպայում։ Ընտրում են սկզբից ընտանիքը, արագ երեխաներ ունենան, մեծացնեն, ինչ-որ կետի հասնեն, հետո կարիերա անեն։ Հիմա դա ավելի հաջողված մոդել է, քան վաղ տարիքից մտնել կարիերայի մեջ ընտանիք չկազմել, որովհետև ինչքան ընտանիք կազմելու ժամանակը հեռվանում է, այնքան շանսերը եւ հետաքրքրությունը բնականաբար մարդկանց մոտ փոքրանում է։ Հիմա Եվրոպայում ավելի շատ կանայք որոշում են արագ ամուսնանան, ընտանիք կազմեն, երեխաներ ունենան, հետո զբաղվել իրենց կարիերայով, շատ մեծ տենդենսիա գնում դրա վրա։ Այդ երկուսն էլ պետք է, բայց միառժամանակ բալանսի բերել շատ դժվար է, դրա համար եմ ասում։ Դա գրեթե միֆ է, որ կասի, որ այս երկու ոլորտում էլ գերերջանիկ եմ, ամեն ինչ լավ է, միգուցե ինքը երջանիկ է, բայց արդյոք իր շրջապատը երջանիկ է, արդյոք իրանք ստանում են բավարար են ամեն ինչը, ինչ որ պիտի ստանային։ Հայրը, մայրը, ընկերը, չգիտեմ, ամուսինը, եղբայրը, այդ ուշադրությունը արդյոք ստանում են, չեն ստանա։ Դե բայց այդ ամբողջ պատասխանատվությունը ուղղակի մի անձի շուրջ է, այսպես ասած, փաթաթել, որովհետև այդ նույն հաջողությամբ կինը կամ տղամարդը այս դեպքում կարող է մտածել, լավ, իմ հայրը, մայրը կամ այն մյուսը այդքան էլ երջանիկ չի, բայց ես իրենցով երջանիկ եմ։ Թող իրենք մտածեն։ Այո, այո։ Այսինքն սա մի հոգու անձի այո, երկկողմանի է, անհանգստություն չի։ Այո, շատ բարդ է, դրա համար վերջին հաշվով նորից հոգեբանները խորհուրդ են տալիս գտեք ձեր կյանքի նպատակը, առաքելությունը ու աշխատեք այդ ուղղությամբ։ Ու տանում է, ուրեմն դա է ճիշտը։ Տանում է ձեզ կարիերա, ուրեմն դա է ճիշտը։ Բոլորը կտեսնեն, որ դուք ինչ բարձունքներ եք հասել, իրանք դրանով կերջանկանան, եթե դա ձեր առաքելությունն է։ Եթե դուք դա անում եք ինչ-որ բանից ստիպված, ինչ-որ նյութական կարիքից ելնելով ուղղակի պիտի այդ աշխատանքն անեք, դուք արդեն երջանիկ չեք։ Ձեր շրջապատն էլ երջանիկ չի, որ դուք երջանիկ չեք։ Ստացվում արդյունքում, որ դուք մի բանի մեջ եք, որը ձերը չի։ Եթե դուք գտնեք ձեր կյանքի իմաստը, ուզում լինի ընտանիք, ուզում լինի աշխատանքը, հաստատ ամեն տեղը դուք կլինեք ավելի մեծ էներգիայով, էներգիայի պակաս չեք ունենա, ժամանակը շատ ավելի սիրով ու արդյունավետությամբ կծախսեք եւ շրջապատը դա կզգա, դուք իրանց էլ էներգիա կտաք։ Հնարավոր չէ։ Հետո բայց ըստ երկրորդ հարցն էլ կա, դա մենք եկեք մի անձի շուրջ բան չանենք, որովհետեւ եթե ընտանիքի անդամներն են այդպես մտածում, այսինքն յուրաքանչյուր ոք այդպես է մտածում, արդեն իրենք էլ իրենց ներդաշնակությունն են գտնում եւ իրենք հասկանում են իրենց որդուն, իրենց որդին հասկանում է ծնողին, կինը տղամարդուն է հասկանում, տղամարդը, չգիտեմ, զավակին է հասկանում, այսինքն ինքը ցեպ է, որը որ եթե մտածողությունը այսպես է լինում, բոլորը բոլորին հասկանում են եւ ընդունում են եւ մի տեսակ ներդաշնակություն է լինում։ Այո, ներդաշնակությունը հենց այդ ժամանակ է գալիս, որ դու հասկանում ես քո կողքին է, ինքը նույնպես հասկանում է կյանքի ճիշտ իմաստը, քո պես է մտածում։ Իհարկե։ Եթե ընտանիք ես կազմել, կողակիցը հաստատ քո պես մտածի կամ դուք միասին նույն կերպ պիտի մտածեք։ Եթե ինքն էլ է հասկանում, որ այո, ամեն մեկս կյանքը մի անգամ է տրված, մենք պիտի ռեալիզացվենք, մենք ուզում ենք կյանքում հասնենք մեր նպատակներին, արդյունքներին, մեկը մյուսին չպիտի խանգարի։ Շատ կարևոր բան է։ Երջանկությունը հենց այդ տեղա, որ մյուս կողմը շատ լավ հասկանում է, թե ինչով կարա քեզ օգնի եւ ինչով չվնասի, չխանգարի։ Դրա համար եմ ասում, հոգեբանները այսօր խորհուրդ են տալիս, որ գտեք ձեր առաքելությունը, ձեր կյանքի իմաստը ու աշխատեք այդ ուղղությամբ։ Ու ես իմ կյանքից ասեմ, ես հիմա դրա մեջ եմ, ես իմ կյանքի իմաստը գտել եմ, այդ ուղղությամբ եմ աշխատում։ Իմ համար բռնաուտ հասկացողություն չկա, որովհետեւ ես դրա մեջ շատ մեծ ոգևորություն, էներգիա, իմաստ, միտք, միսիա եմ դրել եւ ես չեմ մտածում, որ ես իրիկունը 12-ին եմ տուն գնում, դա իմ համար հոգնեցուցիչ է։ Ես հաճույքով եմ դա անում եւ ընտանիքներն դա շատ լավ հասկանում եւ որևէ հակասություն կամ որևէ կոնֆլիկտ չի առաջանում, բայց երբ որ դու դա անում ես ստիպված կամ անում ես ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու կամ չփնփնթալով, ունքերդ գիտած, անտրամադրելով, քոնը չի էլի։ Մի հատ անգլերեն լավ բառ կա, authentic, բնական պիտի լինի այդ քո քայլերը, դա պիտի լինի քոնը, դու պիտի իմանաս, որ դրանով ապրում ես։ Հիմա դուք այստեղ վարում եք առավոտյան հաղորդումը, դուք դա սիրելով որ անում եք, լրիվ ուրիշ էֆեկտ է, չէ՞, որ ստիպված կայք անեք, այնքան որ պետք է աշխատավարձ։ Գիտեք, շատ հետաքրքիր հարցեր են մոտս կուտակվում։ Հիմա սկսենք հետեւյալից։ Եթե կհիշեք այդ ֆիլմը, իսկ ես այդ ֆիլմերին բավական լուրջ եմ նայում, օրինակ Служебный роман։ Վստահ եմ գիտեք։ Կինով ղեկավար է, այն էլ այն ժամանակների համար եւ հանկարծ հայտնվում է իր կյանքում տղամարդ
եւ ինքը ճիշտ հակառակը ամբողջ շրջապատի համար դառնում է շատ ավելի համակրելի, շատ ավելի հետաքրքիր ղեկավար, բոլորը սկսում են իր շուրջ հավաքվել, իսկ մինչ այդ երբ չկար այդ տղամարդը, երբ բացակայում էր, այսպես ասած, այդ ընտանիքի գործոնը, ինքը տենց տխուր ունքերը կիտած գալիս էր գործի, գնում էր տուն։ Եթե համարենք, որ սա կարիերա անող կինն է, հետաքրքիր է, փաստորեն եկավ այդ կարիերա ստեղծող կնոջ կողքին տղամարդ եւ ինքը դարձավ ել ավելի լուսավոր, ել ավելի հետաքրքրվող իր աշխատակիցների կյանքով եւ աշխատակիցները զարմանքով էին բացահայտում, որ այս մարդը փաստորեն կարող է լինել այսքան գեղեցիկ, այսքան կանանց հետ հետաքրքիր զրույցներ ունենալ, որտեղ վստահ եմ նաեւ ինտելեկտուալ էր։ Հիմա այս դեպքում ստացվում է, որ ճիշտ հակառակը, եթե կամ մեկը լիներ, կամ մյուսը, հիմա մյուսի առկայության հարցն էլ կտամ, դառնում է կիսատված մարդ, որովհետև հիմա, եթե հետ գանք են մոդելին, որտեղ կինը չի աշխատում, տանն է, նվիրված իր ընտանիքին եւ այլն եւ այլն։ Այս մոդելի կանայք եւ ֆիլմերով եւ գրականությամբ փաստում են, որ երբ կինը չի հասցնում կրթել իրեն, որովհետև ինքը զբաղված է ընտանիքով, այն ժամանակ սովորելու հնարավորություն չուներ, ել չեմ ասում ռեալիզանալու, գալիս էր մի պահ, երբ ինքը հասկանում էր եւ այդ բունտը այդ ժամանակա բարձրացավ, գուցե ձևավորվեց, ֆեմինիզմը չասեմ, ինձ համար դա չընդունված իզմ է, բայց այսինքն ձևավորվեց այդ ժամանակ, որովհետև կանայք հետո հասկացան, որ երեխաները իրենց չեն ընդունում, այսինքն երեխաների մոտ ինքը առանձնապես հեղինակություն չունի, որովհետև քիչ բան է հասկանում կյանքից։ Ամուսինը, որը առանձնապես չի խոսի ու չի խորհրդակցի իր հետ, որովհետև ինքը դե տանն է ամբողջ օրը եւ քիչ բան է հասկանում այդ ամենից։ Հիմա այս երկու դեպքում էլ ստացվում է, որ այստեղ տուժում է հարգանքն ու հարաբերությունը, ընդունելը, հա, որ երեխան գիտի, որ այո, մայրը հաստատ այսինչ գործից հասկանում է, որ մայրը եթե հանկարծ ամուսինը չլինի, այսինքն հայրը չլինի, մայրիկը կկարողանա այդ հարցը լուծել։ Եվ մյուս դեպքում կին, որին ընդունում են, վայ ինքը բիզնես կամ կարիերա ստեղծող կին է, գործ չունեք, մինչդեռ պարզվում է ընդամենը մի հատ շանս եւ պարզվում է, այս կինը շատ ավելի սիրում է կենցաղ, շատ ավելի գնահատում է իր կողքի տղամարդուն եւ այլն։ Սրանք երկու տարբեր իրարամերժ իրականություն է։ Հիմա ո՞րն է այստեղ ճշմարիտը։ Դուք շատ ճիշտ նշեցիք, շատ հարցեր ա կուտակվել ձեր մեջ, դրա համար այդ հարցերը փորձեմ հերթով գնամ։ Նախ վերադառնանք ֆիլմին։ Եթե ուշադիր ենք եղել, ֆիլմի հերոսը իր կարիերայի գագաթին հասել էր առանց տղամարդու առկայության։ Այսինքն կարողացել էր հասնել դրան, որովհետև մյուս կողմը գոյություն չէր ունեցել իր կյանքում։ Եթե այդ մյուս կողմը գոյություն ունենար, ամենայն հավանականությամբ ինքը այդ բարձունքների գոնե սովետական ժամանակաշրջանում չէր հասնի։ Դա փաստում է, որ բալանս չկա, դա միֆ է։ Եթե ուզում ես հասնես այդ բարձունքների, այս մի կողմը դուժելու է։ Երկրորդը, երբ որ հայտնվեց տղամարդը, իր մոտ միանգամից այդ բարձունքը իջավ ներքև, ամբողջ ֆոկուսը շեղվեց մեկ այլ տեղ, այսինքն այդտեղ ներդաշնակություն չեղավ։ Եղավ, որ ինքը ամբողջությամբ կենտրոնացավ արդեն ուրիշ մի հատվածի վրա, որ իր կյանքում բացակայ էր եղել, ամենայն դեպս ըստ ֆիլմի։ Այսինքն էլի բալանսով հասնել վերև, երկու տեղում էլ լինել շատ լավ արդյունքների եւ պահանջվածության մի մակարդակին, դա իրականության մեջ շատ բարդ է, դրա համար եմ ասում, գրեթե միֆ է։ Միֆ է այն առումով, որ պետք չի հավատալ դրան, որ դա 100% հնարավոր է։ Որոշների մոտ կարող է ստացվում, հա, բայց միշտ ինչ որ մի բան դժում է։ Հիմա գանք կնոջ դերը կյանքում, կենցաղում, հասարակության մեջ։ Ես չեմ կարծում, որ կինը ժամանակակից է, եթե ինքը տիրապետում է օրինակի համար ինչ որ գադջետի կամ ինչ որ ժամանակակից մի բանի։ Չէ, բացարձակ։ Այսինքն ինքը կարա չաշխատի մերին կալած հանրային իմաստով հասարակական որոշակի կամ բիզնես ոլորտում չլինի, բայց շատ ավելի զարգացած լինի, շատ ավելի իմաստուն, իր խոսքը շատ ավելի մեծ ազդեցություն ու արժեք ունենա, քան այդ տղամարդը, որ ասենք ինչ-որ փող աշխատի։ Դե Տոլստոյն ասում է իմաստուն կինն այլ բան է, ինտելեկտուալը այլ բան։ Լրիվ, այ դա է ուզում ասել։ Ուրեմն իմ տատին դպրոցել երևի չէր ավարտել, 106 տարեկանում մահացավ, ինքը այնքան իմաստուն էր, որ շատ իմաստուն մարդիկ իրան լսում են, իր խոսքերը շարժում են, իր խորհուրդներով, խոսքերով։ Իմաստությունը դա մարդու ապրած կյանքից ու մեջից է նայած։ Եվ մարդիկ սխալմամբ կարծում են, որ այսօր ժամանակակից ինչ-որ բաներին կարդում են, ինֆորմացիա ստանում, իրանք ավելի իմաստուն են դառնում։ Ոչ, իրանք ավելի բթանում են, որտեղ ուղղակի կեղևը շատ ինֆորմացիա ստանալուց, նեոկորտեքս հասկացողություն կա ժամանակակից ուղեղը, շատ ինֆորմացիա ստանալուց ինքը դադարում է մտածել։ Այսինքն եթե դուք ինֆորմացիա եք ստանում, բոլորս էլ միշտ կարդում եք, չէ՞, այդ ընթացքում եք չեք մտածում, եք մենակ կլանում եք ինֆորմացիան։ Մեր ուղեղը սկսում է հետ սովորել մտածելուն, խորհելուն, վերլուծելուն, որովհետև պատրաստի մեզ տալիս են ինչ-որ ինֆորմացիա, մեր տեղն է մտածել են։
մեր տեղն վերլուծել են, մեր տեղն վերջնական կարծիքը ասել են։ Մենք արդեն դառնում ենք ինֆորմացիայի զոհը, մենք սեփական մտածողություն չունենք։ Այնպես որ ինֆորմացված դարաշրջանում տղամարդը եւ կինը ավելի խելացի ու ավելի կայացած չեն դառնում։ Իրենք դառնում են մտածելու շնորհիվ, խորհելու շնորհիվ, վերլուծելու եւ ստեղծարարության շնորհիվ։ Ինչ շատ կանայք կան, որ իրենք տանը մնալով այնքան մեծ արժեքներ են ստեղծում։ Լավ երեխա են դաստիարակում։ Դա ամենամեծ արժեքն է։ Դա բարդ բան է, դա շատ բարդ բան է, կարևոր առաքելություն է, այո։ Առողջ հոգեպես, մտքով, ֆիզիկապես առողջ մարդ մեծացնելը երկրի համար, դա ահռելի մեծ ներդրում է։ Դա ամենաթանկարժեք, ես կասեի արժեք չունեցող, այսինքն արժեքի բարձրարժեք բան է, որ մարդը կարողանա իր իմաստությամբ խելքով ճիշտ մարդ դաստիարակի։ Ներողություն, իսկ տղամարդկանց, եթե մենք խոսում ենք, սա այսպես ասած, Մենք կանանց չի վերաբերում, ինչպես ասացիք, արդեն նաև տղամարդկանց դերն էլ, հա, նույն հաջողությամբ կարող է այստեղ այնտեղ տուժել։ Բայց իրականում երբ կինը որոշում է, որ հենց դրանով պիտի զբաղվի, որտեղ իր համար դասյարակված երեխան դա, չգիտեմ, պատվի հարցել է անգամ։ Մեր հասարակության տղամարդը դա գնահատում է, այսօրվա տղամարդը։ Ինքը արժևորում է, թե ինչ է շրջապատում ես տեսնում եմ, որ նկատում են իմ ընկերների, իմ շրջապատի տղամարդիկ ում կանայք աշխատում են, ամիջևի ներդրում են ունենում, թեկուզ պարտադի չգնան ինչ-որ միտեղ աշխատեն։ Ես ընկերներ ունեմ, որոնց կանանց հենց տանը իրանք ստեղծում են ինչ-որ բաներ, նախաձեռնություններ են անում, նոր բաներ են կարողանում ստեղծել։ Իմ շրջապատում տեսնում եմ, որ նկատում են, գնահատում են, իհարկե կինը միշտ ավելի է ուզում լինի գնահատված բնականաբար, բայց այդ ամեն ինչը շատ հասկացող տղամարդու մոտ շատ նկատելի է, ինքը տեսնում է, որ ինքը դրսի պատներ, կինն էլ ներսի պատներ, ու շատ ճիշտ խոսք է էլի, որ ասում են, որ կինը ներսի պատն է, այսինքն այդ ջերմությունն է, օջախը, այդ բանը ներսում կինն է, տղամարդը դուրսն է, ինքը դրսի հարցերն է լուծում, նկատում են տղամարդիկ, ով էլ չի նկատում, նշանակում է իրանք ներդաշնակության մեջ չեն, իրանք սխալ են, բայց այստեղ մի բան եմ ուզում ասեմ, որ այդ բռնաութը մենակ կանանց համար չի։ Գործարար տղամարդիկ էլ ունեն նմանատիպ լուրջ խնդիրներ։ Այսօր արդեն սիմպտոմներ ի հայտ գալիս։ Առաջինը կոչվում է անկառավարելիության սիմպտոմ։ Միշտ գործարար տղամարդը կարծում է, որ իր գործը իր ձեռից փախնում է։ Կոնտրոլը փախավ, ինքը չի կարողանում, ֆինանսները պակասես, չգիտեմ, էսի։ Շատ լուրջ սթրես է տղամարդկանց համար, այդ իրանք բիզնեսի մեջ են։ Դա մի ուղղություն։ Երկրորդը տղամարդկանց մոտ առաջանում է իր կյանքի իմաստի ու իր այսօրվա արածի հետ մեծ կոնֆլիկտի զգացողություն։ Ինքը աշխատում, ստեղծում, բայց երջանիկ չի։ Ինքը չի հասկանում այդքանը, որ ստեղծեց այդ ինչի համար է։ Ինչի համար է ստեղծում։ Ինչի համար էլի, ասենք, այդ 3 հարգանի տունը սարքես, չգիտեմ, 4 հատ ավտոն առավ, մի հատ վիլան, այդ ինչ է էլի։ Վերջին հաշվով իրանք հասկանում են, որ այդ ամեն ինչը իրենց կյանքի իմաստը չէր։ Իրանք չեն ծնվել այդ ամեն ինչը անելու համար։ Այստեղ տղամարդիկ էլ մանավանդ բիզնեսի տղամարդիկ շատ լուրջ խնդիրներ ունեն։ Բիզնեսը ոտքի տակից գնում է, չգիտեմ, ֆինանսները անընդհատ տատանողականություն է ցույց տալի, այդ ամեն ինչն էլ իրանք բռնաութն է, որտեղ իրանք ամբողջությամբ մտել են գործի մեջ։ Այստեղ մի հատ շատ լուրջ խնդիր կա, ես իմ ընկերների ու առհասարակ մոտիկների շրջանակում անդադ լսում եմ էսը, որ մենք պետքա լավ ապրենք, մի կյանք ենք ապրում, պետքա հարուստ լինենք, փող աշխատենք, մենք ինչ ուզենանք անենք, ու ինչ որ մի օր ես իմ ընկերներից մեկին հարցեցի, դու վերջի անգամ երբ ես հանգստացել, դու ոչինչ բանի խնդիր չունես, դու անընդհատ մտածում ես գումար աշխատելու մասին, լավ ապրելու մասին, բայց դու սպիտակել ես արդեն, դու լավ չես ապրում։ Դու ծերացած ես, դու ներվի մեջ ես ապրում, գնա հանգստացի, քո այս տարվա աշխատած գումարից ինչ-որ մի բան նվիրի քեզ, գնա ընտանիքիդ, գնա հանգստացի, դու անդադ ներվի մեջ ես լավ ապրել, դու լավ ապրել ասելով հասնելու ես 90 տարեկան։ Ինքը մտել է կռուգավառոտի մեջ։ Հա, ինքը անդադ ինչ-որ խառը թեմաների մեջ է։ Պետք է դուրս գալ, վերևից նայել, կյանքը մի հատ է տրվում։ Ես տենց եմ կարծում։ Մնացած կյանքերն տես չեմ պատկերացնում հավատում էլ դեռևս։ Դե հիմա մենք ունենք էլ ինչ-որ ունենք, ես ենք կյանքն է։ Դրախտը էստեղ է։ Եթե ճիշտ ապրենք, դրախտը էստեղ է։ Կյանքը մի հատ է։ Այդ կյանքից դու պետք է մաքսիմում էմոցիաներ, հիշողություններ եւ փորձառություն կուտակես։ Ամեն ինչից օգտվես։ Մի կարևոր սկզբունք կա։ Ինչ անում ես արա, քեզ չվնասես, մեկ է դիմացին չվնասես։ Եթե այդ երկուսը պահում ես, դու կյանքը ֆուլ ամբողջական պիտի ապրես։ Եթե քո կյանքի իմաստը դա չի, այլ ինչ-որ մի փոքր նեղ հատվածում ինչ-որ բան, ուրեմն դու կյանքը չես ապրում։ Ինչ-որ պահի գալու է, որ դու հասկանաս կյանքը կողքովդ անցավ, խելոք մարդիկ ասում են, չէ, եկա մեր մոտով կյանքը անցավ, մենք իսկի չնկատեցինք, դառան 40, 50, 60 տարեկաներ արդեն
Ումա պետք մի հատ հետարքի նկար կարես վերջերս Facebook-ում, Վենետիկում այդ նավակներով տարիքով 70-80 տարեկան ամուսիններ են գնացել են Վենետիկ շրջագայելու այդ նավակով, այդ նավակի այդ վարողը սենց վարում է, իրանք քնել են նավակի մեջ, հոգնած, պարկած են, այդ գեղեցկությունը իրանք չեն տեսնում։ Իրանք գնացել են Վենետիկ, բայց դա չեն տեսնում իրանք արդեն վերջ։ Կյանք անցել է իրենց։ Էլ պետք չէր գնալը։ Իմաստը հոգն է պարկել են իրեն։ Ինքան հոգնած են, որ ինքանք այդ գեղեցիկ միջավայրում արդեն կյանք իրենց կողքով անցել է։ Դրա համար կյանքի իմաստը երջանիկ լինելն է, ոչ թե շատ փող աշխատելը, եթե երջանիկ ես, փող կաշխատես։ Շատ կարևոր բան կա, որ ասում են ով է հաջողակ մարդը եւ ով է երջանիկ մարդը, ես միշտ ասում եմ, հաջողակ մարդը նա որ ներդաշնակ է իր նպատակների հետ։ Այդ շատ կարևոր է, էլի, հաջողակը նավ չի որ շատ փող ունի, բայց դու կարաս շատ հաջողակ լինես, եթե դու երջանիկ ես։ Դժբախտ մարդիկ հաջողակ չեն լինում։ Մեկին անգամ չեք կարա ցույց տաք։ Դժբախտ մարդիկ հաջողակ չեն լինում։ Այսինքն հաջողակության համար նախ դու պետք է երջանիկ լինես, ներդաշնակ լինես, որ հաջողությունները ընդառաջ գնա։ Դու քեզանից ճառագես, իրանցից էլ գա էլի, դա փոխադարձ է։ Եվ ի վերջո, քանի որ քիչ առաջ ասացիք էլի շատ լավ բան, որ մեզ պատրաստի տալիս են ինֆորմացիա, մեզ մնում է ընդհանրապես ընդունել, այս դեպքում իհարկե փիլիսոփական, հոգեբանական, ամենատարբեր վերլուծություններով գրականություններ կան, բայց ի վերջո, ինչ անի այս դեպքում մարդը, եթե գոնե թե պատրաստի ինֆորմացիա չվերցնի ինչ որ մեկի ասածից, թե ինչպես է պետք ճիշտ ապրել կամ որտեղ է երջանկությունը, որովհետև այդ հարցը դարերի վեր ինձ թվում է հնչում է։ Ինչ անել։ Ոնց կողմնորոշվել։ Ոնց գալ այդ բալանսին, ոնց հասկանալ, որ քեզ պատրաստի ինֆորմացիա չեն տվել, չեն ասել։ Այսա ճիշտ է, այսա սխալ է։ Այսպես որ ապրես, այսպես ճիշտ է, այսպես որ ապրես այս տարիքում սխալ է։ Ինչ անել այդ դեպքում։ Շատ լավ հարց տվեցիք։ Շատ խորը հարց է, եւ տալիս եմ խորը պատասխան։ Պետք չի դրսից փնտրել այդ ինֆորմացիան, այդ ինֆորմացիան մեր բոլորի ներսում կա։ Հա, բայց մենք չենք կարողանում այս ճիշտ հարցեր տալ։ Ճանապարհներ կարամ ասեմ։ Կենտրոնացեք ձեր ներսի մեջ, ոչ թե դրսի մեջ։ Ուղղակի նստեք մի ժամ, կես ժամ, դուք խորացեք ձեր մտքերի մեջ։ Դուք ինքներդ ձեր հետ զրուցեք կամ լսեք ձեր ներքին ձայնը, ինչ ա ուզում ձեր ներսի մարդը, ինչ ապրումներ ունի, ինչ ցանկություններ ունի։ Կարողացեք խորանալ ձեր մեջ։ Այսինքն մեդիտացիա արեք այսօրվա լեզվով ասած, յոգան շատ լուրջ բան է եւ լուրջ յոգայով զբաղվողները հասկանում են ինչա մեդիտացիան, ինչա կենտրոնացումը, ինչա ֆոկուսը։ Մեր ֆոկուսը քանի մեր ներսում չի դրսում է, մենք երբեք չենք իմանա ինչա կատարվում մեր ներսում, մենք դրսից ենք ինֆորմացիա հավաքելու։ Երբ որ մենք ֆոկուսավորվում ենք մեր ներսում, մենք միանգամից կճանաչենք մեր մտքերը, մեր ապրումները, մեր էմոցիաները, ինչի մենք երեկես ինչ հարցում բարկացանք, ինչ ինձ ուրախացրեց այս մարդուն որ տեսա, ինչն է ընդհանրապես ինձ առավոտյան հաճույք պատճառում կամ տխրեցնում, ինչու է այդպես, ինչ անեմ որ ավելի այս հարցերը մենք մեզ կարանք տանք, ես այդ հարցերն էլ կարամ շարադրեմ, ինչ, ինչու, ինչպես, ով, երբ, ինչու։ Այսինքն այդ հարցերը որ մենք մեզ տալիս ենք, բոլոր պատասխանները գտնում ենք, կարևորը հարցեր տանք։ Կարող է մենք մեզ հարցնենք էմոցիոնալ ինտելեկտի մեջ մի հետաքրքիր բան կա, ասում է, եթե դու ուզում ես էմոցիոնալ առումով լինես ինտելեկտուալ մարդ, տեսեք ինչ երկու բառերի համադրություն է, չէ՞, էմոցիա եւ ինտելեկտ։ Ասում է, եթե ուզում ես էմոցիոնալ առումով լինես ինտելեկտուալ, դու պետք է երկու հարցի պատասխանես, որոնք են քո էմոցիաների առաջացման պատճառները, որտեղ է այդ պատճառը։ Ինչը քեզ բերես նրան, որ դու նյարդայնացար, բարկացար կամ ուրախացար։ Եվ ինչից է դա առաջանում, ինչ պատճառով է դա առաջ, այսինքն ստիմուլը որն է։ Այս երկու հարցերի պատասխանը որ գտնես, դու կսկսես ներդաշնակվել, որտեղ կճանաչես ինքդ քեզ։ Պլատոնը ժամանակին ասել էր, չէ՞, ճանաչեք ինքներդ ձեզ եւ դուք կճանաչեք աշխարհը։ Դա շատ խորը խոսք է, որտեղ մարդու մեջ մեծ աշխարհ կա։ Ուղղակի մենք այդ աշխարհը թողել ենք, դուրս ենք եկել ինչ-որ դրսից ինչ-որ բաներ ենք ուզում մեր համար ձեր ասած ճիշտ սխալ, ոչ ոք մեր ճիշտն ու սխալը չի կարող մեզ ասի։ Ամեն մարդ ունի իր անկալումները, իր կյանքի, իր նպատակների, առաքելության, այդ ամեն ինչի ճիշտ ու սխալը թաքնված է մեր մեջ, կոդը դրած է, մենք ծնվել ենք, զարգացել ենք ինչ-որ նպատակով գնալու համար։ Եթե նայենք ներս, շատ բան կտեսնենք։ Նայենք դուրս, գրեթե բան չենք տեսնի մեր մասին։ Դրսում կա ուրիշների մասին, բոլորի մասին, կյանքի մասին, մեր մասինը մեր ներսում է թաքնված։ Դե դրսում մեր մասին չի կարող ինֆորմացիա լինել, որովհետև դրսում մեզ չեն էլ ճանաչում, մենք այնտեղ լավ ենք խաղում մեր կերպարը, այսպես ասած։ Պարզապես գուցե չենք կարողանում հարցեր տալ ինքներս մեզ, որովհետև վախենում ենք ճանաչել մեր դևերին։ Այո, վախենալն էլ կա, միջև վերջ անկեղծ չենք լինում։ Սարսափելի վախեր կան։ Դրա համար էլ ասացի մենակ նստեք, որ գոնե ինքներդ ձեր հետ բան չունենաք։
Իրականում հիմա այս տեսակ իհարկե եւ գրականությունը քիչ համացանցը իհարկե շատ է ողողվում այսօր այդ տարբեր մտքերով, մեդիտացիա անելու, տարբեր ձևաչափեր են առաջարկում եւ այլն, շատ հաճախ մարդիկ ամենատարական բանը ես միշտ ասում եմ դա, հետաքրքիր է, որ մի ընկերոջ հետ զրուցելիս կարող է մի բան, որը բոլորիս պարզ է, գիտենք, ինչ որ տեն ստանդարտ ապրելու ձև է, բայց մենք մոռանում ենք, ապրելու ընթացքում մենք մոռանում ենք։ Եվ մի օր կարող է մեր ընկերը պահի տակ մի բան ասի, մենք հասկանանք, որ մենք դա գիտենք, ինչ չենք անում։ Այո։ Եվ օգնում է մի տեսակ էլի այդ կարողանալ լսել եւ կարողանալ իրականում ընդունել։ Հա, մեզնից հեռու չպահենք, էլի, որովհետեւ այն ամեն ինչը իսկապես մարդուն տալիս է կամ ստիպում է հնարավորություն մտածելու, շատ հաճախ մենք վախենում ենք դրանից եւ միանգամից ասում ենք, չէ, ես ինձ այդքան էլ պետք չի, թող հեռու գնա։ Մի տեսակ զգոն չենք ոնց որ դա այդ բացարձակ ճշմարտությունն էր, էլի։ Օրինակ հայտնի խոսք է, չէ, ասում է, դու կյանքում որոշի հասկանաս, ուզում ես ճիշտ լինես, թե երջանիկ։ Բոլորս ասում ենք, չէ, դե մենք ուզում ենք երջանիկ լինենք, բայց ամեն պահի հետի մոռանում ենք, ինչ որ տարբեր իրավիճակներ ուզում ենք ճիշտ լինենք։ Ճիշտ լինենք, այո։ Որովհետև էլի մենք մեր ներսին չենք նայում, մենք դրսին ենք նայում, մենք ուզում ենք ճիշտ լինենք, որովհետև հանկարծ մյուսները կասեն ոնց այսինքն մեր ներսին չենք նորից նայում, որովհետև ներսը ուզում է երջանիկ լինես։ Ներսը չի ասում ճիշտ տեղի, այդ դուրսն է ասում ճիշտ երևա։ Փառասիրությունը մնացած այդ մեղքերը, որ ասում են, դա պատահական չի։ Դուրսը քեզ ասում է դու եղի ճիշտ, դու եղի հզոր, դու եղի հաղթող, դու եղի, չգիտեմ, սենց, դու այդ ամեն ինչի նայելով քո ներքինը լրիվ քանդում ես։ Քանդում ես, այո։ Վերջում մի հատ սենց ավերակ ա լինում, հետո որ գալիս ես քո ավերակների նայում ես, ասում ես, մեզ չսիրուն բան ունեի ես այդտեղ, ես ինչ արեցի դրսին նայելով։ Դրա համար եմ ասում, դրա համար ասի շատ խորը բան եմ ասում։ Պետք է անընդհատ նայես քո ներսում բանալին կա։ Ու մի բանալի չի, շատ բանալիներ են, էմոցիաների առումով կա, մտքի առումով կա, քո մարդկանց հետ հարաբերությունների, ամեն ինչի առումով էլ բանալի ներսում է, առողջության առումով, ասենք մենք գնում ենք մի խնջույքի, ինչ դրված է, ինչ մեզ առաջարկում են, բանից ելնելով համտեսում ենք, չէ՞, բայց գիտենք լավը չի։ Ես էլ գիտեմ լավը չի, բայց մեկ մի բանը ես էլ եմ անում։ Բայց որ նայենք մեր ներսին, մեր օրգանիզմը մեզ հուշում է ինչն է լավ, ինչն է վատ։ Այսինքն պետք է ավելի շատ ներս նայենք, դրա համար ավելի շատ պետք է մեր մտքերի հետ աշխատենք։ Մենք ծնվել ենք, մեզ Աստված տվել է ամեն ինչ։ Ասել է գնա, քո հետ աշխատի, զարգացի, դարձի յուրահատուկ անհատ։ Իսկ անհատ բառը ինչ է, գիտեք։ Անհատելի։ Մարդ, որին հատել երկու մասի բաժանել չի։ Այդ տեսակ մարդկանց հասարակությունը խժռում է որպես կանոն, որովհետև եւ դու գնում ես սկսում ես ինքդ քո վրա աշխատել, ճանաչել ինքդ քեզ ու սկսում ես ինչ-որ արժեքների մասին խոսել, մեկ էլ մտնում է ինչ-որ մեկը, որը կապ չունի առհասարակ այդ երևի ինֆորմացիայի հետ, ասում է, սրան նայի հլե, մթում ինքը եկել ասած խորտը տես չորտես բառամթեք է տենց գալիս լցվում ես իրականություն ու բոլորս համարում ենք, որ մենք այս աշխարհը, ես մի անգամ երիտասարդ 20 տարեկան տղայից լսեցի հետեւյալ ձևակերպումը, նոր էր վերադարձել բանակից եւ երբ ինչ-որ խոսում էինք, որ դե հիմա պիտի պատասխանատվություն լինի եւ այլն, տարբեր բաներ փորձում ենք օգնել ընտանիքին, որ ինքը խելքը գլուխը հավաքի, ինչպես ասում են, ինքն ասած հետեւյալը. լավ էլի Անուշիկ ջան, ցա ջոգացա, ճշտացա, տեն այնքան բան ենք տեսել բանակում, արդեն այսենց հերիք է, այս իր ձևակերպումը։ Ասում դե դու հասկանում ես, որ եթե 20 տարեկան պատանին արդեն ամեն ինչ ճշտել, հասկացել, իմաստավորվել է եւ համարում է, որ բանակում ինքը տեսել է արդեն ամեն ինչ, ինչ պետք էր աշխարհում տեսնել, հետեւաբար դու հասկանում ես, որ այնտեղ անելիք չունես, այսինքն մարդը չունի այլևս հարցեր, որտեվ ինքը սպառվել է։ Այո, չգիտեմ, սա գուցե մի օր այդ ճիշտն էլ դրսից է եկել, իր ճիշտը չէ, կողքի ճիշտը։ Բակի ճշտերը, որոնք փաթաթվում են մեր գլխին։ Իհարկե դες շատ հետաքրքիր է, եւ այս թեման վստահաբար անսպառ է, որովհետեւ հարցից հարցեր են ծնվում, քննարկումներ եւ հետաքրքիր է անընդհատ փորձեր խորանալ ու բացահայտել, բայց ինձ թվում է, ասում է դրա համար, որ ասում այլ տարբերակներ ու ձևեր կան, մենք ընդհանրապես կարող ենք եւս մեկ անգամ մարդկանց հուշելու, ես կանանց խոստացել եմ, որ հետաքրքիր է լինելու, վստահաբար շատ հետաքրքիր ստացվեց, բայց սա եւս մեկ անգամ տվեց հնարավորություն երևի մարդկանց մտածելու ձեր խոսքերից հետո հատկապես։ Շնորհակալ ենք, որ մեր հետ եք։ Շնորհակալ։